Պյոտր Չայկովսկու 185-ամյակին նվիրված համերգը միավորեց Գյումրու երաժշտասեր հասարակությանը։ Աշակերտների, ուսանողների եւ դասախոսների մասնակցությամբ Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում։ Նրանց բոլորին կապում էր մեկ բան՝ սերը դասական երաժշտության եւ Չայկովսկու անմահ ստեղծագործությունների հանդեպ։ Այնպեսի գլոբալ միջոցառում մտածեցինք կարեցինք, որ լինի կապը երաժշտական դպրոցի ուսումնարանի եւ կոնսերվատորիայի հետ եւ երեք համատեղ երաժշտական ուժերը պետք է ելույթ ունենան Չայկովսկու 180-ամյակի կապակցությամբ։ Եվ ես նպատակը մեր այն է, որ երեխաները միշտ ելույթ ունենան իրենցից ավագ երաժիշտների մասնագետների հետ։ Սա շարունակական է լինելու, որովհետև դա այսպեսի միջոցառումներ հաճախակի մեր դպրոցը հասկացնելու ենք, որ համ մեր հանդիսատեսի համար հաճելի լինի, համ մեր երեխաների համար լավ լինի։ Գիտեք ինչ է ասելիքը, որ երաժշտությունը երբեք չի մահանում։ Արվեստի եւ երաժշտական դպրոցների համար շատ կարեւոր են համագործակցային ծրագրերը, մասնավորապես այն համագործակցությունները, որոնք ավելի բարձր օղակների հետ են։ Այստեղ է, որ երեխաները հնարավորություն են ստանում ավելի մասնագիտական փորձառություն ձեռք բերելու, լսելու ավելի պրոֆեսիոնալ երաժիշտների եւ հասկանալու ուր պետք է ձգտել։ Չայկովսկու ստեղծագործությունները տարիներ շարունակ դասական երաժշտության ամենազգացմունքային ու հարատև էջերից են։ Ներկաները բարձր են գնահատում նման օրինակ միջոցառումների կազմակերպումը, քանի որ դրանք ոչ միայն հնարավորություն են տալիս անմիջականորեն վայելել երաժշտությունը, այլև միավորում են տարբեր սերունդների։ Շատ կարևոր է, որ այս համերգները շատ լինեն, ինչու, որովհետև ցավոք մեր քաղաքում բուրըն համերգային կյանք չկան շրջագայություններ, չկան հյուրախաղեր եւ այս համերգները հենց աշակերտների, մեր քաղաքի երաժշտասերների համար անչափ կարևոր է։ Իսկ ողջունելի այսօր երաժշտական կրթօջախում ներկա գտնվել այսքան գեղեցիկ ծրագրի, պրոյեկտի, որը ինքնին յուրատիպ է։ Միջոցառումները կարծում եմ հաջողվել է Գյումրիում կազմակերպել։ Սա ավանդույթ է դարձել, այնպես որ սա պատահական մի բան չի, հեշտական։ Այս միջոցառումները կազմում եմ շատ հետաքրքիր է։ Ուսանողները եւ դպրոցի աշակերտները ներկայացնելու են Չայկովսկու ստեղծագործություններ, ինչպես եւ ես նվագելու եմ Չայկովսկու Եվգենի Օնեգին օպերայից Լենսկու Արյան փոխադրումը ջութակի վրա։ Միանշանակ ուրախ եմ, որ Գյումրիում երաժշտական կյանքը գնալով էլ ավելի բարելավում է, որը շատ կարևոր է մեզ համար, մեզ եւ մեր քաղաքի համար։ Այսօր Չայկովսկու նվիրված համերգ է լինելու ու ես ունեմ համար կատարելու եմ Չայկովսկու ռոմանսներից։ Ռոմանսը կոչվում է Սալավիի։ Չայկովսկու երաժշտությունը կրկին ցույց տվեց իր ուժը, միավորելով մարդկանց, որոնք սերը դասական երաժշտության հանդեպ ընկալում ու վայելում են ամեն մի հնչյունով։ Սյուզաննա Խարատյան, Խան Հովհաննիսյան, այսօր։